Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Մեդիա կենտրոնում շարունակվում է ՓՄԶ-ները վերսկսում են բողոքի ակցիաները ընդդեմ շրջանառության հարկի վատ թարաստող նորմերի թեմայով մամուլի ասուլիսը ներկայացնեմ մեր հաջորդ բանախոսներին Անուշ Նուրիջանյան, փոքր եւ միջին ձեռնարկատեր եւ Արտակ Բաղդասարյան, ոսկու ոլորտի ձեռնարկատեր։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն այստեղ գտնվելու համար։ Կխնդրեմ ներկայացնեք հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների գործնական ազդեցությունը շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունները փոքր եւ միջին բիզնեսի վրա ինչ ազդեցություն են ունեցել այս 3 ամիսների ընթացքում, խնդրեմ Տիկին Նուրիջանյան։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ հասանելի է դարձնում մեր բողոքի ձայնը։ Ուրեմն ինչ փոփոխություն կարող լինի բացի վատից, որովհետև 10%-ը չի վերաբերվում միայն նոր ձեռքբերված ապրանքներին, հնարավորություն ունենալով նվազեցնել, այլ նաև վերաբերվում է այն ապրանքին, որը մենք ունենք, կուտակվածա, զալեժա, մեր լեզվով ասած եւ այլն ապրանքներին։ Այդ աջակցությունը, որ իբր թե աջակցություն է, նա չի կոնկրետ ինձ չի օգնում, չի ազդում ինձ վրա, որովհետև ես չունեմ դրա ձեռքբերման փաստաթուղթը։ Բնականաբար, որ ունենայի ձեռքբերման փաստաթուղթը, անցած տարի էլ կնվազեցնեի, որ իմ կամքով տալիս էի 5%, նվազեցնելու, այսինքն փաստաթղթավորումով չեմ զբաղվել, հիմա էլ ինքը այդ աջակցություն ինձ չի օգնում եւ չի օգնում, ասենք 50,000 մարդու։ Չի օգնում, ումա օգնում, թող իրենք մեզ ասեն։ Ինչ բազմիցս հանդիպումների ժամանակ, որ փորձել ենք պահանջենք, խնդրենք, հասկանանք հիմնավորումները, ինչից ելնելով են եկել այդ որոշումներին, մենք մեր մեջ այդ նոր օրենքը ասում ենք մուտացված ՆԴՍ, որովհետև ինքը շատ մոտիկ է ՆԴՍ-ին, մի փոքր տարբերություններով չենք ստացել հիմնավոր պատասխանները։ Ազգային ժողով են գնացել, կառավարություն եւ այլն։ Հիմա մենք գրավոր նամակ ենք գրել պետական մարմիններին եւս չենք ստացել հիմնավոր պատասխանել, ինչ վերլուծությունների հիման վրա եւ ինչ ազդեցություն սա խոր ազդեցություն կարող ունենա ընդհանրապես այդ շերտի վրա։ Աշխատում է այդ շերտում առևտրով զբաղվում է եւ կրթված մասա եւ չկրթված, բայց պարտադիր կրթված լինելու պայման չկա։ Այն մարդիկ, որ որոշել են ուսումով չզբաղվեն, գնան առևտրով զբաղվեն, այսօր կանգնել են փաստի առաջ։ Թանկ հաշվապահ վարձելը նախ անկում թանկ հաշվապահ վարձելուն դեմ չեմ, բայց եթե ունես շրջանառություն, ունես եկամուտ, անկում ապրել առևտուրը։ Մեզ սկսել են on-line հարթակներն էլ սկսել են խանգարել, հիմա խանգարել է այս թանկացումները, ամեն ինչ այնքան է թանկացել, որ ուղղակի թող մոտենան շուկաները նայեն, գնորդներ չկան, շատ տնտեսվարողներ, որ արդեն դադարեցրել են գործունեությունը։ Որ մեր շուկայում երբեք դատարկ տաղավար չի եղել, հիմա դատարկ տաղավարներ կան։ Այո, կան, ես առանց իրենց իրավունքի իրենց անունները չտամ, բայց ես ուզում եմ ձեզ ցույց տալ, ասենք իմ կողմից բերած այսօր, որ պիտի 120 ստորագրություն, հաշվապահական ընկերություն, առևտրով զբաղվող, որ մեծ հաճույքով ստորագրություններ, հարկային կոդ ստորագրություն անունազգանուն ամսաթիվ, որ այս փոփոխություններին դեմ են։ Հիմա էլ որ հուլիսի 1-ից հաշվապահական ծառայությունն անցնում, այսինքն ինքը ուզի պետք է թանկացնի իր ծառայությունը, նորից այդ բեռը եւս մեր վրա անդրադառնում է 10%-ն ընդեղ, հաշվապահական ծառայության թանկացումը այստեղ, եթե խստացնում ես մի բան, պետքա մյուս կողմը մի քիչ երկու կողմից տեղի ունեն, օղակը sense ձգում են, սա կպայթի։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, կխնդրեմ ձեր տեսակետը ներկայացնեք, մասնավորապես նաև անդրադառնալով այն որոշմանը 6 ամսի անցումային շրջանի մասին, հա, սա ինչ փոփոխություն, ազդեցություն ունեցավ։ Շնորհակալություն նորից ես կասեմ հանդիպման համար, գիտեք ոնց է, ոսկու շուկաներ նորից ես ասեմ, որտեղ որ ես աշխատում եմ, հիմնականում 5% էր մեր մոտ, որը դարավ 10%, ոչ մի լավ բանի չի բերել։ Բացի այդ, ընդհանրապես առևտուրը շատ վատ է։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ անմանավանդ մեր մոտ շրջարկից մենք գնում ենք դեպի ՆԴՍ ու հիմնականում ժողովուրդը ասեմ ձեզ, որ ընդհանրապես չէ հասկանում, թե այդ ՆԴՍ-ի դաշտում մենք ոնց ենք աշխատելու։ Մինչև այսօր, քանի ամիս է անցել է, մենք ձեռբերման թուղթ չունենք։ Ու ես չգիտեմ այդ թուղթը կլինի թե չի լինի։ Ինչն է պատճառը։ Դե նորից մենք նույն ձևի աշխատում ենք առանց որևէ մի
ձեռքբերման թուղթի եւ հիմնականում ես ձեզ ասեմ նորից եմ կրկնում մեր մոտ սենց է կատարում միտոկում մենք դուս են գալի ոնց որ վերջին կետը հարկ վճարող մենք չենք հրաժարվում հարկ վճարելուց թե մենք թե բոլոր ոլորտի աշխատողները ուղղակի մեզի պետքա բարձեցում ոչ թե սենց ավելի բարթացում ու նորից ես շարունակեմ այդ ձեր տված հարցի մյուս պատասխանին որ մեր մոտ էլ շուկաներում ահագին մարդ կա որ ինքը տեղը թողել է այսինքն փակվել է ընդ որում մարդիկ էլ կան որոնք սենց շարունակվելով չգիտեն ինչա տեղի ունենալու բացի այդ ամեն ինչը այսօր ոսկին ես հենց խոսամ ոսկու ոլորտից որ այսօրվա դրությամբ դարել է արդեն $100 չիստատան այսինքն ամեն օր ոսկին թանկանում է մենք չգիտեմ առևտուրը շատ վատ է եւ սա տանում է դեպի նրան որ 100% մեր մոտ հակին մարդիկ կան որ կփակվեն նորից ձեռնարկատերեր Տեսեք, առաջին հայացքից թվում է թե խթան է, այստեղ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակն է 1.5%-ից իջնում է։ Որպեսզի ավելի մատչելի լինի, հա, հասկանալի լինի, խնդրեմ ներկայացնեք, որն է պատճառը, որ հնարավորություն այդուհանդերձ չի լինում այդ փաստաթղթերը ձեռք բերելու, հա, գույքագրում կատարելու։ Շատ հեռու չգնամ, բերեմ կոնկրետ իմ օրինակը։ Ես միշտ սադավոդից ապրանքներ կրել եմ, քանի որ անուններ չեմ տալու, որտեղ բոլորս, մենք այսօր բոլորս հացի գումար ենք աշխատում, ոչ ոք չի ծփում ինչ-որ պայմաններում։ Բերող կազմակերպությունը հարցնում եմ հաշիվ ապրանքագիր հնարավորություն կլինի տրամադրեք, ասեց ոչ, որովհետև եթե ես սկսեմ հաշիվներ տալ, ես մի ամսից կթռնեմ շրջանառության հարկի դաշտից կթռնեմ NDS-ի դաշտ։ Ինձ համար անհասանելի է այդ ծառայությունը։ Ես ուղիղ կապնվեցի սադավոդ, որոշեցի գտնեմ տենց պետական մակարդակի բերող գնաց կլնի կամ մի բանով բերեմ, այնտեղ ուրեմն սադավոդի նման շուկան, այդ ուշադրի լսեք, սադավոդի նման շուկա առանց փաստաթղթավորման աշխատում։ Ուրեմն Մոսկվայի նման պետությունը թողում է որ այն մասան որ կարում է ինքնազբաղ լինի, ինքն իրան կերակրի, թողում է այդ շերտը աշխատի, մենք ստեղ չգիտեմ ինչ ենք անում։ Սադավոդը հրաժարվեց թուղթը տրամադրելու, ասեց մենք չենք աշխատում այդպես, մենք մեր պայմաններն ունենք, մենք ազատ ենք, մեր վրա աչք են փակում, մենք հանգիստ աշխատում ենք։ Իմ այդ ներկրելու տարբերակը կանալը մեր առևտրի լեզվով ասած փակվեց։ Հիմա տեղական փորձեմ ասենք գոյատևելու համար տեղական ներկրողներից ձեռքբերումներ անեմ դիմեցի որ վերցնեմ ապրանք թուղթ կտակ ասում են կամ շատ քիչ կամ չէ բա Անուշ ջան ասում եք թռնենք NDS-ի դաշտ բա այդով ոնց կանենք այսինքն եթե ուզում էին խթանեին եթե ուզում էին օգնեին հակառակն ա եղել ավելի հիմա կմտածեն ճանապարհներ թաքցնելու ավելի հիմա մեր ուղեղը պետք է ամբողջությամբ լարենք, տենանք որտեղ լազի եկան մանգանք, դե ցավոք սրտի այդպես։ Իմ իսկ մեր մոտ ես նորից ասեմ, սենց է, ձեռքբերման թուղթ մենք ինչի չունենք, որտեղ ինձ թվում է, եթե մենք ձեռքբերման թուղթ արդեն ունենք, անցնելու ենք NDS-ի տեղ, բայց այդ բացի դա էլ մեզ չեն տալի թուղթ։ Նորից մենք թուղթ չունենք, էլի մեր ապրանքը նորից վերցնում ենք առանց թղթի։ Իսկ ինչ վերաբերում է գույքագրման հետ կապված, հիմա նայեք, ասենք թե եթե այսօր ոսկին արժի կոպիտ ասած $50, մենք մեր գույքը պարզա պետք է որ գնահատենք դոլարով։ Ընդամենը 2 օր հետո ինքը բարձրանում է կամ էլ իջնում է։ Այդ ժամանակ մենք ոնց ենք անում, չգիտեմ։ Մենք ընդհանրապես դեմ ենք այդ գույքագրման։ Եվ այդ ոնց է լինելու թե ինչ է լինելու մենք չգիտենք մեր մոտ մանավանդ ոսկու հետ կապված ոսկու աշխատողների հետ կապված այդ ձեռքբերման թղթի գույքագրման հետ կապված մեր մոտ անհասկանալի վիճակ է եւ նորից եմ ասում մենք չենք ուզում այդ տվյալ ձևով աշխատել այդքան բան Դուք նշեցիք որ փաստաթղթերի հետ կապված ցեզ չեն տրամադրում ովքեր չեն տրամադրում որն է պատճառը Դեք ոնց է, կարող է, չեմ կարող այդ հարցին պատասխանեմ ճիշտն ասած, որովհետև այդ մարդիկ էլ, որոնք որ աշխատում են, ինձ թվում է իրանք սենց են դա պատճառաբանում, որ եթե մենք ձեզ տանք ձեռքբերման թուղթ, համապատասխան բարձրանալու է գինը ոսկու։
Դե այտենց էլ իրան կբարձրացնեն, մենք կբարձրացնենք ու առևտուր չի լինի։ Այսօր ոսկին էլ սենց ձեզ մի բան ասեմ, մենք աշխատում ենք ընդամենը $500 տակ։ Եթե մենք ոսկու գինը բարձրացնենք, թե իրանք, թե մենք, հիմա մեր մոտ սեզոնը սկսում է 3 ամիս ամռանը, այսինքն մենք տուրիստների վրա ենք աշխատում, իրանք գալիս են, տեսնում են, որ բոլոր տեղերը ասենք մեր մոտ համապատասխանում է կամ էլ մի քիչ ցածր է, մեզից առևտուր են անում։ Հիմա կգան կտեսնեն, որ մեր մոտ ոսկու գինը բարձր է, կառան իրանք որտեղից որ գալիս են, ասենք շատ ժամանակ ռուսներն են գալի, իրանք կառան իրանց մոտից կամ էլ կգնան Թուրքիայից կվերցնեն։ Այդ ժամանակ մեր մոտ ոլորտը ընդհանրապես կկանի։ Նու ասենց ասեմ ձեզ ավելի ճիշտ, որ մենք էլ չենք ուզում այդ մարդկանցից ձեռքբերման թուղթ ուզենք, որ ապրանքի ոսկու գինը չբարձրանա։ Դուք ձեր մտահոգություններով կիսվել եք, բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, հիմնականում հիմնավորումները ինչպիսին են ու արդյոք ձեր ձայնը ինչ-որ չափով այդուհանդերձ հասկանալի լինում է, օրինակ ասում են, բայց կներեք քաղաքական կամք չկա, ինչպիսին է դիրքորոշումը։ Ուրեմն հիմնավորում ընդհանրապես չենք ստանում, երբ որ ազգային ժողովում հանդիպում ունեցանք, բոլոր մեր խնդիրները բարձրաձայնեցինք, մեզ ասում էին հերթ չեք տալի, դուք խոսում եք, մենք լսում ենք, մենք խոսում ենք, դուք խանգարում եք, բայց որովհետև իրանք հիմնավորում չէին բերում, իրանք բերում էին, բացատրում էին մեզ, թե ինչա գրած հարկային գրքում, մենք գիտենք հարկային գրքում ինչա գրած, դրա համար ենք այդ արտակում հայտնվել։ Ասենք սենց խոսելով ժամանակ շահելով որ զբաղվում ենք լսում ենք ձեզ ոչ մի հիմնավորում անգամ ասում եմ նամակ է գրվել պետական մարմիններին ոչ մի հիմնավորում որ գրավոր տարբերակ չունեն չպատասխանելու եթե կա հիմնավորում չենք ստացել չկա հիմնավորում կա ուղղակի կոշտ դիրքորոշում որ փորձում են մեզ բացատրեն ինչա գրված գրքում եթե ես չիմանամ գրքում ինչա գրված կլինեմ այդտեղ ես մի բան եմ ուզում ասեմ Երբեք պատմության մեջ չի եղել, ես 50 տարեկան մարդ եմ 50-ից։ Պատմության մեջ չի եղել, ճիշտը պիտի ասեմ, որ ես զանգեմ թերքից հարկային տեսչություն ու չստանամ պատասխան։ Կարող է դժվար եմ միանում, մի երկու օր չեմ միանում։ Հիմա օրերով, շաբաթով եք դժվար միանում, վերցնելուց հետո էլ որ հարցը տուղում ես, ասում եմ ես պարտավոր չեմ պատասխանեմ, գնա այս հոդվածը կարդա։ Այդ հոդվածում կարդում ես, այդ հոդվածում հստակ չի ասվում, այդ ծախսը նվազեցվում է, թե չի նվազեցվում։ Մենք այսօր հարց ունենք ու օրենքում խնդրեմ կարաք դուք էլ ուսումնասիրեք, բարձ գրված չի։ Առևտրով զբաղվող գործունեությունը տարածքի վարձակալության եւ վաճառողի աշխատավարձը նվազեցնում է թե չէ։ Հանդիպումներ եղել են թե էկոնոմիկայի նախարարություն թե ազգային ժողովում, ես դաժե անգամ ոչ մի փոփոխություն, սա ուղղակի ինձ թվում է ուղղակի ոնց որ ցուցադրական ցույց են տալիս, որ իրանք հանդիպում են մեզ հետ եւ տեսեք մենք փոքր եւ միջին ձեռնարկատերը այդ հանդիպում ենք ունենում, բայց ոչ մի փոփոխություն չկա։ Իսկ ազգային ժողովում ես հիշում եմ պարոն Թունյանը, որ հարցազրույցը սկսելուց առաջ ինքը ասաց, ես կխնդրեմ ոնց ուզում ալինի, չքաղաքականացնեք այս հարցը, բայց ընդհանրապես ասեմ սենց է դուրս գալի, եթե մենք մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ սենց հանդիպումներ ենք ունենում անգամ հավաքներ լինում եւ ոչ մի փոփոխություն չի ելնում մենք գալիս ենք այն եզրակացության որ այս կառավարությունը չի ուզում մտածի մեր մասին եւ մենք էլ կամաց դառնում ենք քաղաքական ինչի որ ինքը չի կարող ուրեմն մենք փոխենք թող ուրիշը գա մեր հարցերը լուծի այդքան բան այսինքն որևէ հիմնավորում չի եղել այդ երկխոսության ընթացքում որ ձեզ համար ընդունելի լինի բացատրեն եւ դուք ասեք կամ ձեր մտահոգություններին ի պատասխան այնպիսի հակափաստարկներ ներկայացնեն, որ ձեզ համար հիմնավոր Դե հիմա նայեք հարցը այստեղ ոնց է, իրանք հիմնականում կոպիտ ասած ոնց որ մասնագետներ են, իրանք նստում խոսում են իրանց լեզվով, շատ ժամանակ, շատ գեղեցիկ, գույնավոր ձևի մեզի բացատրում են, գրաֆիկներ են ցույց տալի, ասում եք նայեք միջաճա եւ բան, բայց իրականում կյանքում այտենց չի Իրականում մենք քանի անգամ իրանց դաժե առաջարկել ենք եկեք, ձեզանից մեկն ու մեկը թող մտնի շուկա, նստի, մեր ապրանքը տանք ու փորձի վաճառել։ Ախր ստե խոսում եք լրիվ ուրիշ բան, բայց մենք գնում ենք կյանքում փորձում ենք մի կոպեկ փող աշխատենք, հարկերը վճարենք, իմիջիալոց դա էլ ասեմ, ես չգիտեմ այս թանկությունները ուրա տանելու, այսօրվա դրությամբ ՀԴՄ-ի արդեն սպասարկման վճարը մեր մոտ 1800 դրամից դարձել է 3800 դրամ։ Ինչն է պատճառը։ Եվ մենք Թունյանին ես հիշում եմ անգամ ուղղակի հիմա առիթանորից ուզում եմ ասեմ
այն ապրանքը, որը մենք վաճառում ենք քարտով, որը որ գնում է բանկ եւ գնանք այդ բանկից փողը ստանանք 1.5-ից մինչեւ 2.5% իրանք պահում են մեզնից մենք ոնց անենք այդ ժամանակ մարդիկ գալիս է քարտով ուզում է ՀԴՄ-ով այդ բանով առևտուրանի մենք ասում ենք չէ ասում են բա ոնց կլինի դե ասում ենք սենց եթե դուք հիմա մեր հետ ՀԴՄ-ով առևտուր անեք ուրեմն մենք ապրանքի գինը պետք է բարձրացնենք դե շուկայով սուտիկ ինքը գինը իջեցնում պայմանավորվում ենք հանում ուզում է ՀԴՄ-ով այդ առևտուր անի մենք ասում ենք չէ այս դեպքում մեր մոտ գոնե 1.5% մենք գինը պետք է բարձրացնենք զուտ այդքան բան Կան թվային տվյալներ դուք որպեսզի ավելի պատկերավոր լինի, հա, քանի տնտեսվարող է այսպես տուժել այս փոփոխություններից, կամ դադարեցրել, կամ քանիսի այսպես ճակատագիրն է վտանգված։ Այն վայրում, որտեղ ես աշխատում եմ, 99.9%-ը վախեցած, տուժած, պատրաստ փակվելուն, անհանգիստ մենք մեր երկրում տենց պիտի ապրենք ինչը ես հիմա արդեն ախ եմ քաշում որ 27000 առևտուրը ապահովենք չենք ապահովում չունեմ առևտուր օրը 27000 եւ վերջապես ով է ասել որ որևիցե մեկը իրավունք ունի որոշի ես բիզնեսով զբաղվեմ 27000-ը հերիքա թե հերիք չի կա մեկը որ իրավունք ունի սահմանադրություն թող կարդա ես իրավունք ունեմ գիտեք մի քիչ որ սիրեն իրենց ժողովրդին անգամ դրսի առևտուր անողը տատիկը պապիկը երիտասարդ երեխան եթե դրանով օրը 1000 դրամի ավել միրգ կարողանար ուտել պետքա ուրախ լինեին ոչ թե այսպես տուգանվելու մատերիալ չենք անենց տուգանվելու մատերիալ ենք դարել գույքագրումը ինչի է անհնար ես եմ մի շաբաթ չաշխատեցի Թափեցի, պահեստս, խանութը, հաշվեցի։ Հետնել մարդ վարձեցի, որ եկավ ինձ օգնեց։ Չես կարա ապրանքը թափած հաշվես ու հաճախորդին սպասարկես։ Հաշվեցինք, տուժեցինք դա մի շաբաթ, ներկայացրեցինք թվերը, կախեցինք։ Եկավ ստուգման ժամանակ հայտնաբերվեց, որ այն երկու բլուզկան կամ երկու շալվարը չկա։ Կներեք, էլի իմ ազգին չեմ ուզում անուն դնել, բայց ունենք, էլի գողություններ ունենք։ Գողացել են։ Ես որը ժամանակին չեմ նկատել, ես չեմ կարող մտնեմ ամեն օր առավոտվանից այդ մի քանի հազար ապրանքը հաշվեմ։ Այսինքն անգամ եթե ես sense պարկեշտ ձևով փորձեմ ամեն ինչ անեմ, սախտան պետությանը, ես սոված նստեմ, հանուն այդ գաղափարի, որ գրպանիս ձեռը իմ ձեռն է, ես տուգանվելու եմ։ Որովհետև այն երկու հատ որ գողացել եմ, որը ես չեմ նկատել։ Բերելու է նրան, որ ես վաճառել եմ ու ցույց չեմ տվել։ Դե բայց գողությունը այդպես համատարած բնույթ չի կրում, դա բացառիկ կարծում եմ, եզակի դեպքերի մասին։ Ճիշտ ասեցիք, դուք կարծում եք, կրում է։ Կրում է։ Դա խնդրեմ, եթե կարողացում գույքագրման մասով նայել։ Դե գույքագրման մասով նորից ես նույնը Դե իհարկե այդ գույքագրման հետ կապված շատ մարդիկ կան հենց այդ գույքագրման հետ կապված իրանք ուզում են իրենց ածները փակեն, տեղները թողեն, որովհետև իրանք ասենց մի հատ անհասկանալի պահել կա, այսօր որ գույքագրում են այդ ապրանքը, վաղը իրանք ածն փակեն, ի՞նչ է լինելու այդ գույքագրված ապրանքի հետ կապված։ Մենք հարկայինը մի շոր մի տոկոս վճարելու ենք, չենք վճարելու այդ ապրանքը, հետո ոնց ենք մենք ներկայացնելու։ Անես որ մենք այսօրվա դրությամբ նորից եմ ասում կառավարությունից խնդրում ենք մենակ զուտ մի բան բարթացնելու փոխարեն այս ամեն ինչը որ տանում է բարթացման, որը որ մենք չենք հասկանում 5%-ը սարքում է 10%, հետո այդ 10%-ը ասում է կդառնա 1%, եթե ձեռբերման թուղթ լինի։ Հիմա այդ ամեն ինչը չենք կարող անենց անել, որ մենք 1%-ով վճարենք կամ էլ ավելի բարձրացված հարկերով ու այդ նույն հարկը վճարենք։ Իրանք ամբողջովին բարթացնում են։ Ես նախորդ բանախոսների շրջանում եւս հնչեցրեցի նույն հարցը, իշխանությունը նշում է քաղաքակրթական նոր մակարդակի ենք բարձրացնում, նորմալ է որ բիզնեսը ջանքեր գործադրի, սովորի, կրթվի, փաստաթղթավորվի։ Մեր բեզանից առաջ հարցազրույց տվող մեր լավ գործընկերը, մեր ընկերը շատ լավ ասեց, թող սկսեն իրենցից։ Հետո եթե փոքրիկ կրպակա խանութը մեկ աշխատող ասեք 60-70-50 տարեկան կրթվի, ինչին կրթվի, որ ոնց ձեզ
ոնց ձեզ վճարի, որ հարմար լինի ձեզ սիրելի կառավարություն, պետական մարմիններ, ինչը կրթվենք, որ ոնց տանեք, որ լռենք, թե ոնց դեմ տակ, որ ձայն չհանենք, թե ոնց մեզ պահենք, համեստ դուք ինչ ուզեք անեք, ինչ որ հարցում կրթվենք։ Առևտրի, առուծախի, այն թեթև հաճելի զրույց ինչքանով կտաս, ինչքանով չտաս, այդտեղ կրթվենք, դուքով դույլով Սուզանավով խոսենք, որտեղ են ուզում կրթվենք։ Ես չեմ հասկանում, կրթված լինելը ինչի նկատի ունեն, որ հարկային գիրքը կարդանք, հասկանանք ու սենց խնդիր չլինի, ինչ ասեն խելոք անենք, հա, կրթվելը դրա հետ են։ Այդ հարցը երկխոսության ընթացքում քննարկվել է, հետաքրքիր է, ինչ արձագանք է, հա, եղել։ Երբ նշում եք, որ օրինակ տարիքի հետ կապված կարող են խոչընդոտներ լինել, ինչպես են իրենք արձագանքում։ Դե ոչ մի ձև, որովհետև մենք շատ ժամանակ ասում ենք շուկաներում կան մարդիկ, որոնք իրոք տարիքով են, իրանք ոչ մի բան չեն հասկանում, իրանք ներողություն եմ խնդրում, դուք ավելի շատ կարծում եք, որ պետք է որոշ ժամանակ, ավելի շատ ժամանակ տրվեր, որպեսզի կարողանայիք պատրաստվել այս փոփոխություններին։ Թե ընդհանրապես ոչ, ես սենց ասեմ ձեզ, դրա համար մեզի ժամանակ պետք չի, ինչի համար է ժամանակ պետք։ Մենք այսօր փոքր ձեռնակատարներ ենք, որ աշխատում ենք, կոպիտ ասած զբաղվում ենք առևտրով, մենք մեր հարկերը վճարում ենք։ Դրա բարդացման հետ կապված նաև առաջանում է դժվարություն մեզի, որ մենք չենք հասկանում եւ այդ ամեն ինչ տանում է նրան, որ այսօր վաղը գալու են մտնեն շուկաները եւ տուգանեն, որ քիչ չի եղել, այսօրվա դրությամբ փոքր մի հատ կշռքի համար, որը որ ինչ-ինչ պատճառներով մենք չենք իմացել, որ դա պետք է անպայման տարվի, ստուգման, եկան, բռնեցին եւ 50,000 դրամ ինձ տուգանեցին դրա համար։ Հիմա մենք այդ կշեռները ամեն տարի 12,000 վճարում ենք, որ ստուգման դե տարել ենք, ստուգել ենք արդեն։ Ոչ, իհարկե, դա ընդհանրապես տարիքը բացարձակ կապ չունի դրա հետ։ Ավելի շատ ժամանակ իրենց էր պետք ուսումնասիրելու ոլորտները։ Այո, ժամանակ պետք էր, բայց մեզ չէ, իրենց, որ ոլորտները ուսումնասիրեին, առանձնահատկությունները հաշվի առնեին ու անգամ մեր զբաղվածությունը, հա, այդ մեր փոքր էս ազգի այսքան փոքր, որ հիմնականում կենտրոնացված է քաղաքում, զբաղվածությունը հաշվի առնեին, որ զբաղված ենք, կերակրվում ենք, ինչ է առաջարկվում հակառակ պայմանով, ինչ է առաջարկվում։ Շատ լավ, կխնդրեմ նաև ներկայացնեք ապրիլի 14-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացվելու, այսինքն դուք չեք դադարեցնում ձեր պայքարը, շարունակելու եք եւ դրան զուգահեռ նաև ստորագրահավաք է իրականացվում, խնդրեմ։ Ինչպես ցույց տվեցի, այստեղ 100 քանի ստորագրություն կա, 120, եթե ավելի ճշգրիտ լինեմ, այո, հրավիրում եմ բոլոր իմ գործընկերներին, հաշվապահներին, իրավաբաններին, փոքր, միջին բիզնեսի ձեռնարկատերերին բարձրացնելու մեր բողոքի ձայնը, որովհետև ուշ թե շուտ բողոքի ձայնը լինելու է, ուղղակի ով երբ կընկալի կամ ցավոք սրտի մի քիչ այսպիսի բան ունենք, հələ ինձ չեն կպել, բայց քանի որ ես տեղյակ եմ օրենքներից, հասկանում եմ, ես տեսնում եմ դրա վերջը։ Դրա համար երևի մենք մի փոքր շուտ ու համբերատար սպասում ենք, որ այդ մեր ձեր մեդիաների շնորհիվ շատ շնորհակալ եմ ձեզ, նաև ինչ որ հարթակների շնորհիվ կարողանում ենք կամաց հասցնել այս իրական պատկերը, ամբողջ ժողովուրդը գիտեր, թե մարտի 3-ի վրա աջակցությունը 6 ամսով եղել էր, բայց այնինչ դա լրիվ ուրիշ բան էր։ Անունը աջակցություն էր, բայց աջակցություն չկա։ Ես ասեցի, եթե թուղթ ունենայի, անցած տարի կնպատակեցնեի։ Ինչ նպատակ էր հետապնդում կառավարությունը։ Որ դուրս չգանք դուրս, որ բողոք չլինի, որ փողոցում շատ մարդ չլինի, որ հիմա նայեք, վերջի հանդիպումը մեր կառավարությունում փոխնախարարը ֆինանսների նախարարության ասաց, որ արդեն նորից մենք ասեցինք, դուք չեք հիմնավորում այս հարցը, ասաց լավ, ուսումնասիրենք առաջի երամսյակի արդյունքները։ Հիմա ես չեմ զարմանա, եթե առաջի երամսյակի արդյունքներին միացնեն նաև այն, որ լավ մտել տուգանել են այդ խանութներին, այդ բիզնեսներին, այդ գումարը, որ ցույց տան, որ արդյունավետ է այս։ Իսկ եթե առանձին նայեք, կեսն էլ չի լինելու։
Շնորհակալություն, խնդրեմ։ Եվ ի հավելումն, եթե այսպես ամփոփելու լինենք, կխնդրեմ ներկայացնեք ի վերջո որն է ձեր կարծիքով կառավարության նպատակը, քանի որ դուք այս ամիսների ընթացքում բազմիցս նշում եք ձեր մտահոգությունների մասին, խոչընդոտների մասին, սա ինչ ազդեցություն է ունենում նաև նշելով որոշ տնտեսվարողներ, որ դադարեցրել են գործունեությունը։ Այս համատեքստում ձեր կարծիքով կառավարությունը ինչ նպատակ է հետապնդում, ինչ ՓՄԶ է ուզում ունենալ Հայաստանում, ինչ տնտեսություն է ուզում ունենալ Հայաստանում։ Իմ կարծիքով ստեղ ուղղակի բյուջեի պակասորդ ունի, դրա պատճառով էլ ինքը հարկերը բարձրացնում է, իսկ ՓՄԶ-ի հետ կապված ինչ ՓՄԶ է ուզում, ինքը sense բարձրացնելով այսօր ՓՄԶ-ները փակվում են ու աշխատանքի խնդիր է առաջանում։ Այսօր լույսամ մենք հազիվ ոնց որ ասած մեր գոյությունը պաշտպանում ենք, դրա հետ միասին ընտանիք ենք պահում, հարկեր ենք վճարում, ես չգիտեմ։ Իսկ ինչ վերաբերում է ամսի 14-ի հավաքին, ես նույնպես հրավիրում եմ մեր գոլեգաներին, ոչ միայն ոսկու, այլ բոլոր առևտրականներին։ Այսօրվա դրությամբ ստորագրահավաք մենք էլ ենք արել։ Ստորագրահավաքի մի հատ նպատակներից մեկն էլ նա է իմ կարծիքով, որ շատ մարդիկ կան, ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում գան հրապարակ, դրանով իրանք նշում են, իրանք ստորագրություն դնում են, որ իրանք մեզ հետ համամիտ են, եւ այս ստորագրությունը ինձ թվում է մեծ քանակություն만 լինելու, որով եւ կառավարությունը ինձ թվում է կազդեն կառավարության վրա այս օրենքների նորից փոփոխության հետ կապված։ Որ ստանում ես, նստում ես տաք վայրում, ստանում ես լավ բարձր աշխատավարձ, որ ընդհանրապես կապ չունի մեր երկրի տնտեսական վիճակի հետ, հա, ասենք նվազագույն աշխատավարձը 75 է, այնտեղ աշխատավարձները միլիոններից է, ստանում ես պարգևավճարներ, շատ հեշտ է ասել, որ օրը 27000 դրամ վաստակողը թող չաշխատի։ Այո, ճիշտ ասեց իմ գործընկերը։ Տարածք ենք վարձում, այսօր Երևանում գները, вообще Հայաստանում վարձակալած տարածքի գները, գիտեք, որ մեծ է։ Այդ վարձակալության ժամանակ 10% վճարում ենք եկամտային հարկպետությանը։ Պոսով գումարը ստանում ենք 2% վճարում ենք բանկին։ Գնում ենք այդ մեր գումարը, որը ինքը 3 օր պատտացրել է, հետո այն ստացրել մեր հաշվին։ Ստանալու կանխիկացման գումար է պահում։ Այսինքն մենք պահում ենք, ես ինձ եմ հասկանում, այսօր մեր վրա դրված է բանկերը, մեր վրա դրած է այդ եկամտային հարկերը, եթե գումարը չի հերիքում, ես հասկանում եմ կա ճեղքվածք, մի առեք $20,000 տոնս, մի գնացեք այլ երկրներ, մի ծախսեք, մի բռնեք Շանելի եւ այլ ֆիրմաների պայուսակներ, տեղական արտադրությունից օգտվեք, մենք ձևերը գիտենք ոնց անենք, որ տեղավորվենք, եթե իրենք չեն կարում, մենք կրթություն ունենք, ես անձամբ շատ լավ կրթություն ունեմ, բայց չեմ ուզել երբեք գնամ կառավար, այսօր ստիպված եմ եկել այս հարթակ, որ պաշտպանեմ իմ եղածը, որովհետև ես նորմալ եմ գտնում, որ եթե պիտի գնամ մեկի մոտ 200-250 հազարով աշխատեմ, կարամ իմ սեփական բիզնեսում գոյատևեմ, ինչի չպետք է կարանամ 27,000-ով լինել, ով է ինձ արգելում, սահմանադրությունը արգելում է ինձ։ Շնորհակալություն, եթե չկան այլ լրացումներ, շնորհակալ եմ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, ՓՄԶ-ները վերսկսում են բողոքի ակցիաներ ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի թեմայով։ Մեր բանախոսներն էին Անուշ Նուրիջանյանը, փոքր եւ միջին ձեռնարկատեր, եւ Արտակ Բաղդասարյանը, ոսկու ոլորտի ձեռնարկատեր։ Շնորհակալ եմ, հաջողություն։